Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնի Սրբո ամեն։ Սիրելի ավատացյալներ, այսօրվա ճաշու ընթերցվածքը, ավետարանական ընթերցվածքը Ղուկաս ավետարանչից է։ Հոգու բժիշկը, որը նաեւ մարմնի բժիշկ էր, մեզ հոգևոր աչքերով տարավ դեպի մեր Տեր Հիսուս Քրիստոսի մոտ։ Կարծես թե մեր ականջներով լսեցինք, թե ինչպես մեր Տերը հոգևոր ոլորտները բացելով մեր առջև ցույց տվեց հոգևոր կյանքի իրական մեծությունը։ Սրանից առաջ շատ հետաքրքրական բան էր տեղի ունեցել, երբ որ բոլորը զարմանում էին մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեծագործությունների վրա, մեր Տերը աշակերտներին մի անգամից հայտնում է, որ պետք է մահվան մատնեն։ Եվ աշակերտները սկսում են իրար մեջ քչփչալ, թե ով է մեծը, ով է մեծը լինելու, ով է առաջնորդը լինելու իրենց մեջ, ում են վարդապետ կոչելու, ում են առաջնորդ կոչելու, ով է այդ ամենի կառավարիչը լինելու, ով է այդ ամենի համակարգողը լինելու, Աստված ում է շնորհելու, թե ում ձեռքով պետք է այդ մեծագործությունները պետք է կատարվեն։ Շատ խիստ մարդկայինորեն են մտածում, դեռ մեր Տերը այս երկրի վրա է, արդեն Տիրոջ տեղն են ուզում զբաղեցնել։ Պատկերացնում եք ինչքան վիրավորական է, երբ որ ուսուցիչը դեռ դպրոցում է, երբ որ ղեկավարը, տնօրենը դեռ իր աշխատասենյակում է, արդեն աշխատողները քչփչում են, թե ով է լինելու հաջորդը։ Այդ բոլորը ով պետք է կառավարի։ Եվ պարզվում է, որ մեր Տերը գեղեցկագույն պատասխանն է տալիս։ Հիսուսն իմացավ նրանց սրտի խորհուրդները, տեսեք, ոչ թե պարզապես գալիս ասում են, այլ ինքը ցույց է տալիս, որ ինքը սրտերը քննող Աստվածն է, ծածկագետ Աստվածն է։ Վերցրեց մի մանուկ, կանգնեցրեց նրանց մեջ իր մոտ եւ նրանց ասաց. Ինչու մանուկին ընտրեց հատուկ, որովհետև տեսեք, իրենք ինչի հարցի շուրջ էին քննարկում, իրենց արժանինքների, պատմում էին, ամեն մեկը պատմում էր, թե ինքը ինչ արժանինքներ ունի։ Օրինակ, Մատթեոս ավետարանիչը կարող էր ասել, ես պետք է լինեմ մեծը, որովհետև ես եմ հասկանում հարկու տուրքերից, ես կարող եմ ձեզ առաջնորդել։ Պետրոս առաքյալը կասեր, որ ոչ, ինձ է նշանակել, որովհետև ես եմ վեմը։ Հովանես ավետարանիչը կասեր, որ ոչ, ես եմ սիրելին։ Բարդուղիմեոս առաքյալը կասեր, որ ոչ, ես եմ նախադավան առաքյալը։ Ես շատ բաների մասին կարդացել եմ, գիտեմ, եւ այլն, այսինքն մարդիկ առաքյալները խոսում էին ըստ իրենց արժանինքների, ով է մեծը։ Եվ մարդկային պատկերացումներով, աշխարհիկ օրակարգով սա շատ ընդունելի տարբերակ է։ Ով կարող է լինել առաջնորդը, եթե ոչ այս կրիտերիաներ ունեցողները։ Քրիստոս տեսեք չի պատասխանում, այլ վերցնում է մի փոքրիկ, այդ փոքրիկը ոչ վեմն էր, այդ փոքրիկը ոչ Աստծո կողմից, Հիսուս Քրիստոսի կողմից սիրված աշակերտն էր, այդ փոքրիկը ոչ հարկու տուրքերից էր հասկանում, այդ փոքրիկը ոչ գրվաստերից էր հասկանում, այդ փոքրիկը ոչ հռետոր էր, ոչ երգեցող էր, կարծես թե աշխարհիկ պատկերացումներով ոչ մի արժանիք չուներ։ Եվ ահա Քրիստոս բերում է փոքրիկին,
կանգնացնում է մեջտեղ եւ ասում է. Սա իմ պատկերով եւ նմանությամբ է։ Ուրեմն ես նրան սիրում եմ։ Եվ եթե սրա նման չլինեք, մի ուրիշ տեղ ասում է, չեք կարող մտնել երկնքի արքայություն։ Այդ փոքրներից մեկի նման չլինեք, չեք կարող մտնել երկնքի արքայություն։ Ինչու՞, որովհետև այո, արժանինքներ չունեն, բայց մանուկները կատարելապես են սիրում։ Փոքրիկները ինչքան անկեղծ են, չէ՞, սիրում իրենց ծնողներին։ Չեն սիրում, որովհետև ամենասիրունն է, չեն սիրում, որովհետև ամենահարուստն է։ Փոքրիկի համար իր մաման ամենալավն է, իր պապան ամենալավն է։ Եվ ինքը կատարելապես սիրում է իր մամային, իր պապային։ Կանգնացնում է մեջտեղը եւ ասում է, եթե սրա նման չլինեք, այդ նույն կատարյալ սիրով, մաքուր սիրով ինչ չսիրեք, ինձ արժանի չեք լինելու։ Ինչու՞, որովհետև ես նրան սիրում եմ, ես նրան ընդունում եմ, որովհետև իմ պատկերով է։ Այո, դուք կարող եք անարգել, որովհետև աղքատ է, որովհետև տգեղ է մարդկային պատկերացումներով, որովհետև այս կրիտերիաները չունի, բայց Աստծու տեսանկյունից, երբ որ նայում ենք, Աստված բոլորին է սիրում։ Անկախ տարիքից, սեռից, մաշկի գույնից, բոլորին Աստված սիրում է, որովհետև իր զավակներն են, եւ դրա կատարյալ գեղեցկագույն օրինակը ցույց տվեց Նինևեի օրինակով, հեթանոսներ էին, Հովնան մարգարին ուղարկեց։ Իհարկե ամբողջ պատմությունը չենք պատմի, երբ որ Հովնանը գնաց, քարոզեց եւ դարձի եկան, սկզբում Հովնանը չէր ուզում, որտեվ իր թշնամիներն են։ Բայց քարոզելուց եւ դարձի գալուց ապաշխարելուց հետո, երբ որ գնաց մի սարի վրա, որտեղ ամբողջ քաղաքը երևում էր եւ Աստված մի դդում աճեցրեց եւ փտել տվեց դդումին, Հովնանը նեղվեց։ Ասաց, ինչու ես նեղվում։ Դու սրա վրա ոչ մի ջանք չեր թափել եւ նեղվում ես, որ սա փտեց, փչացավ, չքացավ։ Բայց նրանք իմ զավակներն էին։ Իմ որդիներն էին նրանք, իմ պատկերով եւ նմանությամբ ստեղծվածներն էին։ Տեսեք, անգամ հեթանոս էին, բայց նա իր սերը ցույց տվեց։ Իր սերը ցույց տվեց բոլորի հանդեպ ցույց տալու համար, որ ինքը բոլորի արարիչն է, եւ մեղավորների, եւ արդարների։ Դրա համար, երբ որ մենք աղոթում ենք հայր մեր, տեսեք, մենք չենք աղոթում հայր սրա, հայր նրա, հայր հարուստի, հայր աղքատի, հայր տգեղի, հայր գեղեցիկի, հայր մեր ենք անվանում, մեզ նրա որդիները դարձնելով եւ նրան մեր հայր կնքելով եւ ինքներս լինելով հավասար որդեգիր զավակներ, հավասարակից որդեգիր զավակներ։ Եվ ինչ է ասում։ Ասում է, ով այս բանկանն ընդունի իմ անունով, որտեղ իր պատկերով է, ինձ է ընդունում, իսկ ով ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին, Աստծուն, որովհետև ով որ ձեր մեջ փոքրագույն է, նա է մեծը։ Ահա, այստեղ տալիս է սիրո իրական մեծությունը։ Մարդկային պատկերացումներով սա շատ դժվար է պատկերացնել, ինչպես կարելի է մեծ լինել, փոքր լինելով։ Աշխարհիկ մտածելակերպով սա շատ անիրական է, որովհետև այս աշխարհի մեծերը ինչպես են համարվում, ովքեր որ հարուստ են, ովքեր որ անուն ունեն, չէ՞, իրենց հետևորդներով, ինտերնետային հետևորդներով, երբ որ մի քանի միլիոն էլ հասնում են, մարդկանց բանի տեղ չեն դնում։ Բայց Քրիստոս հստակ պատասխանում է, դա չի մեծությունը։ Մեծությունը ծառայասիրության մեջ է կայանում։ Ծառայում ես, ուրեմն մեծ ես։ Այս ամբողջի գեղեցկագույն մոդելը
ընտանիքն է ցույց տալիս, ծնողն է ցույց տալիս, մամայի եւ զավակի, պապայի եւ զավակի փոխհարաբերությունն է ցույց տալիս։ Մաման մեծ է, մաման ծառայող է։ Այդ փոքրիկը, որ ոչինչ չի կարող անել, չէ՞, միայն լացում է, նվնվում է, կեր է ուզում, ուտելիք է ուզում, ոչինչ չի կարող ինքը անել, ոչ մի մարդկային առումով արժանիք չունի, բայց Աստված ցույց է տալիս, որ ահա հենց այս տեսակ սիրո ծառայություն եմ ես ձեզանից ուզում։ Գիշերը ծնողը մաման ելնում է եւ սկսում է խնամել։ Ահա այնպես էլ Աստված չի քնում, 5 տականի մեջ է ասում, որ խնամի իր ժողովրդին, հոգ է տանում, խնամում է, բարօրություններ է անում, ողորմություն է անում, երբեմն նաև պատժում է, երբեմն նաև խրատում է, եւ այդ խրատելը երբեմն խիստ է լինում, ցավոտ է լինում։ Այսօր էլ մենք այդ խրատական կարգավիճակում ենք լինում, վիճակով ենք ապրում, կեղծիքների, ստերի միջով ենք ապրում, բայց սրանից մենք ավելի հզորացած ենք դուրս գալու, ավելի մաքրված, ավելի ապաշխարած, ավելի Քրիստոսի սիրուն նվիրված։ Ահա սա է իրականությունը, սիրելի հավատացյալներ, որ Աստված մեզ սովորեցրեց, թե ինչպես մենք խոնարհվելով, ինչպես մենք սերը ցույց տալով, ծառայասիրությամբ մենք նմանվում ենք Աստծուն։ Մեծ ենք, ուրեմն ծառայող ենք։ Ահա իրական մեծությունը հենց այս բառի մեջ է թաքնված։ Ծառայասիրություն։ Մեծությունը ծառայության մեջ է կայանում։ Ով սիրում է, նա ծառայ է, ծառայություն է անում։ Աշխարհիկ մտածելակերպով սա չի հասկացվում։ Հոգևոր ոլորտով, աստվածային ոլորտով հենց այդպես է աշխատում։ Ինչու մարդը միշտ ցկտում է մեծ լինել։ Միշտ մարդու կարծես թե կյանքի նպատակը մեծ լինելն է։ Որտեվ տեսեք, մարդը մեծ արարվեց։ Իրականում մեծ էր, որովհետև ուներ 12 շնորհները, որից որ մարդը զրկվեց մեղքի պատճառով։ Մեղքի պատճառով զրկվեց եւ տեսեք այդ մեծությունից ընկավ, բայց Աստված չդադարեց մեզ սիրել, չդադարեց երբեք։ Իր մեղավոր զավակին, իր ընկած զավակին շտապեց փրկել, ինչպես իր որդու առաքումով, մարդկային բնությամբ իր որդու առաքումով, առաքեց իր որդուն մեր մարդկային բնության նմանողությամբ, որպեսզի դատապարտվի մեղքը մարմնի մեջ եւ մեզ ազատագրում շնորհի։ Տեսեք, ոչ միայն այդքան մեծ սեր ցույց տվեց մեր հանդեպ, այլ նաեւ մեր մարդկային բնությունը բարձրացրեց եւ հորաչկովը նստեցրեց։ Այն, որ սատանան պայքարում էր մեր դեմ, որպեսզի մեզ ջախջախի եւ մեզ զրկի որդիության պատվից, որովհետև մենք մտածում ենք, թե մենք կաստվածանայինք երկրից դեպի երկինք Բաբելոնի աշտարակաշինության օրինակով, բայց պարզվեց ոչ, սիրո ոլորտը այդպես չի, սիրո ոլորտը երկնքից դեպի երկիր Աստծու որդու մարդեղացման պետք է տեղի ունենար։ Աստծու որդին եկավ, մեզ նման եղավ, որպեսզի մեզ կարողանա ազատել եւ իր հորը ներկայացնել։ Քո տվածը ես փրկեցի եւ քեզ եմ ներկայացնում։
Տեսեք ամբողջ սիրո արդյունքը, որը եղավ ծառայասիրության միջոցով։ Որտեվ մեր Տերն ասում է, չեկա ծառայություն ընդունելու, այլ ծառայելու եւ իմ անձը որպես փրկանք տալու, Մարկոսի ավետանի մեջ է ասում, պաշտոն ընդունելու, ոչ թե պաշտոն ընդունելու, այլ ծառայություն անելու, ծառայելու։ Ահա Աստված հենց այս տեսակ սեր է մեզանից ուզում։ Ուզում է, որ մենք ծառայասիրության ոգին ունենանք։ Եվ միակ տարբերակը կա Աստծուն ծառայելու, դա մեր նմանին սիրելն է։ Ուղղակի մեր նմանին սիրելը։ Իր հարսին սիրելը, եկեղեցուն սիրելը, այսինքն իր հարսի զավակներին, իր հոր որդիներին, իր եղբայրներին սիրելը, որտեղ ասում է, այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ինձ արեցիք։ Այո, աշխարհի համար փոքր ենք, որովհետև չքավորենք, աղքատենք, նորմալ տուն ու տեղ չունենք, բայց Քրիստոսի եղբայրներն ենք։ Քրիստոսով եղբայրներ ենք։ Այս աշխարհի համար փոքր, բայց Քրիստոսի համար պատվելի։ Ուրեմն Աստված հենց այս տեսակի սեր է ուզում։ Այ հիմա կարող եք ձեր հարցերը տալ, ժողովուրդ ջան։ Շատ լավ, եթե հարցեր չկան, շնորհը, սերը, խաղաղությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։